Յուղասերներ ջան, հուսամ լավ եք, երեք լավ անձրև եկավ գիշերը ու հողամասս այսենց սիրուն ջրվել է, վաղ առավոտյան վեր եմ կացել, մի փոքր աշխատանք ունենք բանջարանոցում մինչև գործի գնալը, պիտի բիբար հավաքենք, քանի որ անցած օրը պամիդոր ենք հավաքել, հիմա նրա պահածոյացման համար նաև բիբար է պետք, դե ինչ պետք է անենք, իհարկե պիտի մտնենք բանջարանոց ու մեր բիբարից հավաքենք, այսինքն սիրուն խոշոր բիբարներ ունենք, որը արագ պիտի հավաքենք, թռչուններին կերակրենք ու գնանք աշխատանքի, տեսեք ծանության տակ սա կախվել է, երեք նաև քամի էր ահավոր ու ամեն ինչ մի փոքր նաև խառնել է, շատ գեղեցիկ առավոտ աշնանային, վառ առավոտներից մեկը, հենց լավ է ջրել, հողը էլ չեք պատկերացնի, այս անձրևը երկար ժամանակ պետք էր մեզ, ուշացած, բայց եկավ, հիմա բիբարները հավաքենք, որ հասցնենք նաև թռչուններին կերակրենք, գնանք գործի, մոռացա մկրատ բերեմ, նավալարում եմ նորից տուն գնամ, թփերը մի քիչ թույլ են, վախենում եմ ջարդվեն, ինձ պիտի զգուշությամբ հավաքենք մեր բանջարանոցի բիբարները, այս ուղղությամբ ավելի շատ կա, ստեղից էլ ենք սկսենք հավաքել, ստեղ մի երկու թուփ ջարդվել է, բայց ոչինչ, մնացած թփերը շատ լավ են, շատ հավես է, որ առավոտները վեր եմ կենում ու մտնում եմ բանջարանոց, այդ իմ սիրած գործերից է առավոտ բանջարանոց մտնելը, ամեն ինչ շատ թարմ ու հատկապես որ անձրև է եկել, ավելի է ամեն ինչ գեղեցիկացել ու սիրունացել, մի քանի օրից էլ հեսա արդեն բույսերը կակտիվանան, որտև երկար ժամանակ անձրև չէր եկել ու մենակ ջրելով անհնար էր կարգի բերել բանջարանոցը, այսպես անձրևները հավեսին արդեն կթարմացնեն հողը, տարբեր տեսակի բիբարներ ունեմ այս տարի, համ կանաչ, համ դեղին, տարբեր սերմեր եմ ցանել, դրա համար սենց սիրուն սորտեր ունեմ, սեք ինչ մեծ բիբարը, բերքը շատ չի, որովհետև անընդհատ պոկել կերել ենք, օգտագործել ենք, հիմա ինձ շատ քիչ է մնացել, բայց ամեն դեպքում ես երիք է, թամենը 3-ի առաջորդն եմ հավաքել պամիդորները ու տեսեք նորից սկսել է լավ կարմրել, այ հավաքելը շատ կարևոր է, որպեսզի մնացածներն էլ սկսեն կարմրել, տեսեք 2-3 օր հետո էլ արդեն սա եմ հավաքելու, այն դեպքում երբ հավաքածը դեռ չենք հասցրել
տեղավորել ու հələ այսքան բերքում ենք։ Իհարկե անձրևներն էլ կնպաստեն, որ շուտ հասնեն, բայց նաև անձրևներից հետո հիվանդանալու ռիսկն է մեծանում։ Դրա համար ինչքան շուտ ստացվի, ինչքան շուտ կարմրեն, հավաքենք, տեղավորենք, այնքան ավելի լավ է։ Այս սևերն էլ են սկսել լավ կարմրել։ Տեսեք ինչ հավեսին են երևում անձրևից հետո։ Դրանք էլ արդեն լավ սկսել են կարմրել։ Բադրջանիս երկու թուփը անձրևից հետո կախվել է, ժողովուրդ ջան, հիմա կարող է ջարդվի, սա պիտի անպայման դզեմ, նոր գործի գնամ, որպեսզի չջարդվի, ափսոս է, ինքը շատ մեծ թուփ է ու իր վրա տեսեք ինչքան ծաղիկներ կա։ Ափսոս կլինի, որ սա ջարդվի, փայտ կդնեմ տակով, այս պոմիդորներն էլ են կախվել իհարկե, բայց սրանք ոչինչ, թելով կապած է, էլի երկու կողմից է սենց, բայց այս մեկը վտանգի տակ է։ Այսքան հավաքեցինք, երևի կհերիքացնի, չհերիքացնի, պիտի առնենք, որտեղ պոմիդորը քանակով շատ է, երևի պակասություն կանի։ Սա տեղավորենք, թռչուններին կերակրենք, անցնենք մնացած գործերին։ Ձեզ բարի դիտում, այսօրվա վիդեոն սկսեցինք, բարի ժամանց բոլորիդ։ Սենք զուացել են, երեք ընդամենը մի ձու, նոր սկսել են ածելը, ժողովուրդ ջան, մի ամիս դադարից հետո։ Ես էլ սկսել եմ արդեն ձեր հավերին կրճատելը, որովհետև ձերերը արդեն լավ չեն ածում, իսկ մենք կարիք ունենք արդեն թարմացնելու իրանց։ Եթե հավի 1-2 տարի լրացավ, արդեն իմաստ չունի իրան պահել, ինքը արդեն քեզ վնաս է տալու, ուտելու ու չի ածելու։ Իսկ փետրափոխությունից հետո հեսա առաջինը կսկսեն ջահել հավերը ածել։ Այս սենց երկու սևերը, երկու կարմիրը ծերեն, մեկը մորթել ենք, մնացածն էլ դեռ ընթացքի մեջ է, ընթացքում արդեն իրանցից էլ կազատվենք, կթողնենք ջահելները։ Այս ճտերից մի հատն ենք մորթել, ակլորներից մեծերից չխրտնայի համար։ Իր հետ նաև այն ճուտը, որը ոտքը ծուռ էր, դա շուտ ենք ուզում ազատվենք իրանից, քանի որ շատ տհաճ էր իրան նայել, ոտքը ծուռ անընդհատ տանջում է։ Ու մնացածը այստեղ են, հնդկահավը դեռ չենք տեղափոխել մեծերի հետ, ինքը ձու էր ածում ու սկսել է վնասել համ իր ճտերին, համ էլ մնացածին, բայց քանի որ ինքը դեռ չի կարա հաշտվի մնացած հնդկահավերի հետ, անընդհատ կռիվ է սարքում, իրան դեռ ժամանակավոր կթողենք այստեղ։ Ինքը լրիվ թխսաթափ է եղել, բայց ամեն դեպքում ճիշտը տեղափոխելն է, այս պահին էլ այնտեղ արդեն մնացած հնդկահավերի հետ է կռիվ անելու, դրա համար դեռ ժամանակավոր մնա այստեղ, տեսնենք ինչ ենք որոշում։ Ժողովուրդ ջան, ուժեղ քամի է սկսել ու
վախենում եմ այս ծառից խնձորները թափի գետնին, դրա համար որոշեցի հավաքեմ։ Այս տարի առաջին անգամ սենց առատ բերք ա տվել ու սենց խոշոր խնձորներ ունենք, դրա համար որոշեցի հավաքեմ, որպեսզի ափսոսա չթափի գետնին։ Գիտեմ մի քիչ շուտ է ստացվել, բայց ուրիշ տարբերակ չկա։ Քամին թափեց գետնին, խնձորները կփչանան։ Ու հավաքենք, տեղավորենք մառանում, հանգիստ լինենք էլի։ Շատ լավ խնձորենի է միջայլոց։ Անցած տարի մի երկու հատ բռնել էր, բայց այս տարի լավ բերք ա տվել, դրա համար ափսոսում եմ։ Այս քամիներ մի կողմից ժամանակ էլ գտել։ Եղանակները արդեն փոխվել են, աշունա։ Բնականը այսպես պիտի լինի։ Եղանակն իրեն անում է։ Ու առողջ լավ խնձորներ են։ Մի քանի վեդրո հաստատ լինելու է։ Անձրևներ մի կողմից է սկսում։ Հասցնենք հավաքենք, չթրջվենք։ Այսինքն մի քանի կողմից էլ ճյուղերը կապել ենք, որ չջարդի, որովհետև բարակ ճյուղեր են ու առատ բերք ճյուղերը կռացել էին ծանրության տակ։ Սա անձրևը կուժեղանա։ Իսմիլը վեդրոն լցվեց, մեկն էլ լցնեմ տանեմ, նոր էլի վեդրո բերեմ։ Տեսեք սրան։ Այս ճյուղը կախված է ծանրության տակ։ Հարմարեցրել ենք այս պրովուդին, որպեսզի չջարդվի։ Այսպես բարակ ճյուղեր ընդհանրապես, բայց իրա վրա տեսեք ինչքան կա։ Անձրևը սկսեց, ես դեռ չեմ ավարտել, ժողովուրդ ջան։ Ես մի քանի հատ մնաց հավաքեմ ու վազենք տուն։ Ծերերինը, որ ես մի կերպ հասնում։ Ես էլ մեր խնձորենիներից մեկի բերքը, դեռ մի քանի ծառեր էլ կան, բայց այսօր մենակ սա հավաքեցի, որովհետև վտանգը մեծ էր, որ սա կթափվի։ Լավ է ժողովուրդ ջան, կարողացանք հասցնենք եւ տեղավորենք պատվալում։ Խնձորը հավաքել եմ, անձրևը սկսել է դրսում ուժեղ փոթորիկ անձրև։ Այսօրվա գործն էլ այսպես ավարտեցինք։